Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, Արարատյան խոհանոցն է եթերում, շատ ուրախ եմ եւ շնորհակալ, որ հետեւում եք մեր հաղորդումները, բարեկամներ, ձեր խորհուրդները, ձեր առաջարկները օգնում են մեզ, որ դառնա հաղորդումը ձեզ համար ընդունելի եւ ձեզ համար սպասելի։ Շնորհակալություն ձեր բոլոր արձագանքների համար։ Հատկապես ուզում եմ միշտ նշել մեր սպյուրքահայ բարեկամներին, ովքեր մի քիչ ավելի ակտիվ են այս մասով, որովհետև իրենք երկրից, հայրենիքից կտրված են եւ մեծ սպասելիքներով են, մեծ ցանկությամբ են սպասում մեր հաղորդումներին։ Ողջույններս եւ իմ լավ բարեմաղթանքները ձեզ բոլորիդ։ Եվ այսպես ձեզ ենք ներկայացնելու մի ուտեստ, որը մեր կարծիքով ձեզ համար կլինի ոչ միայն օգտակար, այլ նաև կհամալրի ձեր ընտանեկան գրագրացանը։ Բարեկամներ, պատրաստելու ենք աղցան դդմով։ Շատ են դեպքերը, երբ որ մեզ մոտենում են եւ հարցնում են, թե ինչ աղցաններ կան հայկական հատկապես։ Ես նախ եւ առաջ ուզում եմ ի սկզբանե նշել, որ աղցանները այսպես ազգային պատկանելություն այնքան չունեն, աղցանները ընդհանրապես այս կամ այն խոհարարի մտքի արգասիքն են, բայց մեր խոհանոցում կան աղցաններ եւ շատ են այդ աղցանների տարատեսակները, բայց նրանք առավելապես վայրի ուտելի բույսերից են պատրաստվել առանց որևէ թե ջերմային մշակման եւ թե մսային կամ այլ հավելումների, դրանք առատ են եւ դրանց մասին մենք բազմիցս խոսել ենք։ Այսօրվա պատրաստվելիք աղցանը դդմով աղցան է եւ ավելի շատ բնորոշ է մեր հայրենիքի Գեղարքունիքի մարզի Դդմաշեն գյուղին բնորոշ դդմով պատրաստվող աղցան է։ Օգտագործելու ենք դդում Դդմաշենից։ Նուռ ենք օգտագործելու մեր Գարդման աշխարհից եւ Արարատ աշխարհից օգտագործելու ենք կոտեմ կոչված կանաչին եւ բնականաբար համեմելու ենք աղով, ձիթապտղի ձեթով, կիտրոնով եւ ինչպես միշտ ամենակարևոր համեմունքը, որ միշտ մենք մեզ հետ կրում ենք, դա մեր սերն է եւ հոգու ջերմությունը։ Գնացինք մաքրած եւ կեղևից եւ միջուկից սերմերից մաքրած դդումը կտրում ենք մանր շերտերով ինչպես նշեցի, որևէ ջերմային մշակման չի ենթարկվելու այս աղցանը մենք այս պահին այս օրը կարիք ունենք բնական մթերքներից պատրաստված ուտեստների, մանավանդ, որ նոր ենք մենք տոնել ամանորը եւ այդ ամանորը մի քիչ երևի բոլորս մի քիչ չարաշահել ենք սննդի իմաստով եւ լավ կլինի, որ այս մրգային ներողություն այս բանջարեղենային աղցանը մերթ ընդմերթ հետ տոնական ժամանակները միշտ օգտագործենք։ Բարակ զողիկներով կտրատում ենք։ Բարակ զողիկներով կտրատում ենք դդումը։ Առիթ օգտագործեմ ողջուներս հղեմ մեր դդմաշենի բարեկամներին։ Այս ամբողջը տեղափոխենք խորը թասի մեջ ուղղակի նշենք, որ աղցանները իհարկե շատ օգտակար են եւ ծառայում են որպես նախուտեստ, նախքան ուտելը մեր օրգանիզմը պատրաստելուն են միտված
նախապատրաստելուն են միտված մարսողության համար, բայց նաև նրանք պիտի լինեն գրավիչ իրենց տեսքով եւ գույնով։ Ահա, այսպես դդումի վրա մի քիչ կքամենք կիտրոն, կխառնենք, հատկապես դդումին է հարկավոր կիտրոնահյութը, այսպես լավ կլինի, որ աշխատենք, որ դդումի բոլոր հատիկները ունենան կիտրոնի հյութի այսպես համադրություն, այսինքն լավ խառնենք ստանալու համար համասեր զանգված։ Շատ արագ ենք պատրաստելու և շատ արագ պատրաստելը նրա որակի վրա չի ազդելու։ Ավելացրեցինք նռան հատիկները, ավելացնում ենք ձեռքով կտրատված կոտեմը, թեթևակի աղ, ձիթապտղի յուղ, ձեթ և վերջ բարեկամներ, խառնում ենք այս ամբողջը, և աղցանը պատրաստ է, ուզում եմ ուղղակի ևս մեկ անգամ հիշեցնել բարեկամներ, որ դուք ձեռնպահ մնաք այնպիսի աղցաններից, որոնց մեջ կան թե կատնային, թե մայոնեզային հավելումներ։ Սրանք որպես աղցան չեն ծառայում մեր օրգանիզմի համար։ Նորից կրկնեմ, որ աղցանը մեր օրգանիզմի համար ծառայում է որպես խթանիչ, որպես նախապատրաստող մի պրոդուկտ, մի հումք, որ հիմնական ուտեստը մենք կարողանանք լավ ճաշակել և յուրացնել։ Այլ խոսքով ասած, աղցան ճաշակելուց հետո մենք պիտի զգանք քաղցի զգացողություն։ Դնենք ափսեն։ Եվ տեղադրենք աղցանը։ Ահա, այս աղցանն էր, որ մենք միասին պատրաստեցինք։ Տեղադրենք նաև հացերի հացը, չոր տապակված, համեմված լավաշը և աղցանը պատրաստ է։ Բարեկամներ, խնդրում եմ դուք ինքներդ որոշեք, կարող ենք ավելի լավ ձևավորել այս աղցանը, թե ոչ։ Այն դեկորները, որ մինչ հիմա 50-ական թվականներից մինչ հիմա օգտագործում են աղցանների հետ պատրաստելով գազարից կամ չգիտեմ ինչից, այս կարծում եմ ժամանակն է վերջ տանք և աղցանները ընտրենք այնպիսի աղցաններ, որ իրենց գույնով, իրենց համային ներդաշնակությամբ գրավեն մեզ, նախ և առաջ իհարկե տեսողական օրգանները, բայց տեսողական օրգանները չծածկեն մեր ճաշակելիքի օրգանները։ Այսինքն մենք ոչ թե պիտի մեզ գրավի աղցանը միանգամից և ամբողջական գրավի իր տեսքով, այլ նաև մի քիչ տեսքով նոր իր բովանդակության մասին պիտի մտածենք շատ ու շատ։ Նորից հիշեցնեմ աղցանի բաղադրությունը, բարեկամներ, օգտագործեցինք դդում, նռան հատիկներ և կոտեմ, համեմեցինք աղով, կիտրոնահյութով և
զեյթունի ձեթով, ձիթապտղի ձեթով։ Շատ կարևոր է պատրաստելիս ունենալ լավ տրամադրություն, շատ կարևոր է պատրաստելիս այդ ուտեստը լիցքավորել դրական լիցքերով եւ ամեն ինչ կլինի լավ։ Այսքանն ենք պատրաստել այսօրվա համար, հարգելի հեռուստադիտողներ, ուզում եմ, որ մենք միշտ լինենք միասին եւ ուզում եմ, որ այս տարվանից մենք լինենք համառ եւ միաբան եւ հաղթանակը լինելու է մերը։ Ստեսյուն բարեկամ։ Դդմով աղցան, դդում 100 գրամ, կոտեմ 1 կապ, նուռ 80 գրամ, ձիթապտղի ձեթ 20 գրամ, կիտրոն, աղ, բարեխորշակ։